Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Ալեն Սիմոնյանի հետ վիճած քաղաքացուն ձերբակալել են ու մեղադրանք առաջադրել, արդեն հայտնի է, թե ինչ խափանման միջոց է ընտրել դատարանը։ Պատերազմն ու դրա հետքը հայ երեխաների կյանքում, հաղթահարել են երեխաները պատերազմը։ Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում, փորձագետն է ահազանգ հնչեցնում։ Իսրայելի հարվածի պատճառով 2 լրագրող է զոհվել, ովքեր են նրանք։ Խիստ հակահարված Իրանի ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախ դարձնելու դեպքում, ինչ է հայտարարել Փեզեշքյանը։ Ալեն Սիմոնյանի հետ ազգային ժողովի դիմաց միջադեպի մասնակից Միքայել Մարգարյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը եւ բացակայելու արգելքը։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ քննչական կոմիտեն Մարգարյանին ձերբակալելու որոշում էր կայացրել։ Կոմիտեն գործընկերոջս հայտնել է, որ ակտիվիստ Միքայել Մարգարյանին քրեական հետապնդում են հարուցել ինֆորմացիոն կամ հաղորդակցական տեխնոլոգիաները գործածելով խուլիգանություն կատարելու համար։ Ներքին գործերի նախարարությունն էլ առանց անուն հստակեցնելու հայտարարել էր, որ մեկ անձի նշված գործի շրջանակում ձերբակալել ու ներկայացրել են նախաքննական մարմին։ Միքայել Մարգարյանի որդին էլ ձերբակալությունից հետո պատմել է, թե ինչպես են ձերբակալել հորը։ Եկան մեր տուն սպեցնազով, գրաժդանսկի շորերով եւ սովորական ոստիկաններ, մոտավորապես մի 15-ից 20 հոգի մարդ, առանց որևիցե բացատրելով, բայց կալանքի թուղթ ներկայացնելով, բայց բռնի ենթարկեցին, չթողեցին կամավոր դուրս գա, դա կատարվեց, հենց տան դիմաց կատարվեց, այդ վաղ քուրս գալիս էր տուն, քրոջս աշկի դիմաց, տատիկիս աշկի դիմաց, իմ աշկի դիմաց, ուղղակի վերցրեցին, տարան փաստաբանի ներկայությամբ, փաստաբանը ուզեցավ հարցնի որտեղ են տանում, ոչ մի բան չպատասխանեցին եւ տարան իմ հորը անհայտ ուղղությամբ։ Միջադեպ է տեղի ունեցել նաև Ալեն Սիմոնյանի մոր մասնակցությամբ լրագրողներն Ալեն Սիմոնյանի մորից փորձել են մեկնաբանություն ստանալ լուսանկարի վերաբերյալ, որտեղ նա վիրավորում էր ցուցարարներին։ Պատասխանելու փոխարեն ազգային ժողովի խոսնակի մայրը վիրավորել է լրագրողներից մեկին։ Ամենայն անգամ քո ձերանձի նկատի ներողություն, սա ինչ է։ Որը նկարնա։ Ինչու եք վիրավորում։ Քաղաքացիներ, բայց ներողություն եմ խնդրում, սա պիտի մանա, դուք եք քաղաքացիների ցույց տալի, պիտի մանա, դուք եք։ Ալեն Սիմոնյանը մոր մասնակցությամբ տեսանյութի մասին ասել է, որ փորձել են սադրել։ Ազգային ժողովի խոսնակն ասել է, որ լրագրողները մորն ու եղբորը մոտեցել եւ հարց են ուղղել քաղաքացիական պայմանագրի ներկուսակցական ընտրության երկրորդ փուլի քվեարկությունից հետո։ Բարձրագույն դատական խորհրդի խոսնակ Ծովինար Խաչատրյանը հայտարարել է, որ Աշխեն Ալեքսանյանին վերագրված եւ դատարանի հաստատած արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմի։ Արտգործնախարարության աշխատակից Աշխեն Ալեքսանյանի վերաբերյալ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանավորումը դատարանը չի փոխել։ Հիշեցնեմ, որ ԱԳՆ-ի աշխատակից Աշխեն Ալեքսանյանին կալանավորել են 2025-ի օգոստոսի 29-ին։ Ըստ առաջադրվող մեղադրանքի Ալեքսանյանը սիրային կապի մեջ է եղել ադրբեջանցու հետ եւ նրան փոխանցել է կարևոր տեղեկություններ։ Ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության եւ ԱԱԾ ծառայողները մարտի 27-ին գտել են 3 անձի եւ ներկայացրել նախաքննական մարմին։ Նրանց կասկածում են մարտի 25-ին Կանազի մշակույթի տանը գույք այրելու համար։ Նախնական տվյալով 3 անչափահաս մտել են շենք, գիթառ նվագել, տաքանալու համար այրել են գույք, ինչի պատճառով հրդեհ է բռնկվել։ Ընթանում է նախաքննություն։ Սամվել Կարապետյանի քրեական գործի վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Ըստ քննչական կոմիտեի նրան մեղադրում են խոշոր չափով հարկեր վճարելուց խուսափելու, խոշոր չափի փողերի լվացման եւ իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար։ Արամ Վարդևանյանն է մեկնաբանել, նրա խոսքով Սամվել Կարապետյանի քրեական գործը բաղկացած է 135 հատորից, որին ծանոթանալու համար պաշտպանական թիմին տվել են մոտ 15 ժամ։ Սիրելի հայրենակիցներ, այս ամենը մի բանի մասին է խոսում,
որ իսկապես ժողովրդավարական արժեքների եւ սահմանադրական երաշխիքների տապալման հետ գործ ունենք։ Բայց ուժեղ Հայաստանում հենց պատկերացումը պետք է լինի այնպիսին, որ սահմանադրական արժեքները գերակա են, իրավունքը գերակայի եւ չլինեն քաղաքական հետապնդումներ եւ քաղաքական բանտարկյալներ։ Իսկ այսօր ցավոք իրավիճակը ճիշտ հակառակն է։ Ամեն դեպքում այս վարույթի վերաբերյալ, այս նյութերի վերաբերյալ մեր կողմից ներկայացվել են համապատասխան միջնորդություններ։ Իդեպ ուժեղ Հայաստան կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը միասնականության կոչ է արել հրավիրելով նոր ուժերին միանալ իրենց։ Կարապետյանի խոսքով կստեղծեն դաշինք ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ։ Միասնականությունն է, որ կբերի ուժեղ խաղաղություն։ Միասնականությունն է, որ կուժեղացնի մեր երկիրը եւ մեր բաժանված ազգը։ Պառակտումների ժամանակաշրջանը պետք է մնան անցյալում։ Այսօր ուժեղ Հայաստանը հայտարարում է, որ մենք մեր դռները բացում ենք բոլոր նոր ուժերի առջև, որոնք ցանկանում են միավորվել եւ փոխել Հայաստանի ընթացքը, որոնք ցանկանում են ստեղծել ուժեղ Հայաստան։ Իսկ Նիկոլ Փաշինյանը թիմի հետ շարունակում է ներկուսակցական քարոզարշավը։ Այս շաբաթ կրկին Երևանում էին, սակայն քարոզարշավը դարձյալ հարթ չի ընթացել։ Չէ, ով է թողում որ։ Բայց ինչ է ուզում ասել։ Դավաճան, կապիտուլյան, դավաճան։ Ինչի։ Հողերը, Արցախի հողերով հանձնեց։ Նիկոլն է հանձնել Արցախի հողերը։ Այդքան երեխունով է զոհել Եռաբլուրը։ Հիմա ուզում եք մոտենալ իրեն, թույլ չեք տալիս։ Թույլ չեն տալ, չէ։ Ասեմ, որ ինքը դավաճան է։ Չնայած գործող իշխանությունը հանուն խաղաղության պատրաստ է մոռանալ ամեն ինչ, Արցախ, ազգային արժեքներ ու սիմվոլներ, պահանջատիրություն, այդուամենայնիվ մարդիկ, որոնք անցել են պատերազմի բովով, չեն մոռանում։ Պատերազմը ավարտվում է, բայց դրա հետքը մնում է, հատկապես երեխաների հոգեկան առողջության վրա։ Արցախից տեղահանված սերունդը մեծանում է կորստի գիտակցությամբ, անորոշության մեջ։ Պատերազմը զրկեց հայրենիքից, խլեց ոչ միայն նրանց տները, այլև մանկությունը։ Այսօր հարյուրավոր երեխաներ փորձում են ապրել նոր իրականության մեջ, գրելով կորստի ու տեղահանության ծանրությունը։ Հաղթահարել են նրանք պատերազմը, թե պարզապես սովորել են ապրել դրա հետ։ Սեդամակարյանն է անդրադարձել թեմային։ Արցախի Մարտունու շրջանի Աշան գյուղից տեղահանված Նանան այսօր արդեն այլ կերպ է հիշում 2023 թվականը։ Այն ժամանակ նա ընդամենը 14 տարեկան էր։ Երեխաները սովորաբար այս տարիքում վայելում են մանկության վերջին տարիներն ու փորձում են դեպի պատանեկություն քայլն ավելի հաստատուն անել։ Սովորում են, հաճախ փախչում են դասերից, ապագայի համար ծրագրեր են մշակում։ Նանան էլ էր այդպես ապրում։ Թեպետ 12 տարեկանում հասցրել էր ճաշակել 44-օրյա պատերազմի դեռը համը, բայց ամբողջությամբ չէր հասկացել ինչ է կատարվում։ Հիմա հասկանում է, նաև գիտակցում է։ Հեռացել են սիրելի ծննդավայրից, որտեղ անցել է իր պայծառ մանկությունը, Աշանի նման պայծառ ու խաղաղ մանկությունը։ Ասում է, որ պետք է գնանք, այդպես էին ասում եւ ծնողները եւ մարդիկ եւ իրավիճակը ինչպիսին էր, պետք է դուրս գայինք, այդ բան չեն գիտակցում։ Բայց երբ որ եկանք, այդ բանին էլ ես չէի հասկանում, բայց դրանից հետո երբ որ կամած հասկացա, թե ինչ դժվար է, որովհետեւ երբ որ նոր միջավայրում ես, հատկապես երբ ունես նոր ընկերներ, նոր շրջապատ, պետք է նոր վայր գնաս, հասկանում ես, որ ամեն ինչ փոխվել է, ու դու պետքա փորձես ադապտացվես, հարմարվես այդ միջավայրին ու փորձես գտնես քեզ, այսինքն քո նոր եսին գտնես, այն ամեն ինչը հիշես, չմոռանաս, բայց նաև քո նոր եսին գտնես, որը քեզ հնարավորություն կտա այն հին եսին վերադառնալու։ Չէր հասկացել, որ այդ օրը թողնում է ոչ միայն տունը, այլև իր մանկությունը, բակում մնացած խաղերը, պատուհանից երևացող սարերը, հարազատ գյուղի ձայները։ Հիմա է հասկանում։ Ես դրա մասին մտածել եմ, գտնել այնպիսի վայր, որը նման է մեր գյուղին։ Ես Արարատի մարզի 2 գյուղում եմ բնակվել նախքան վերջնական հաստատվելը, ու գյուղերը դրանք այդքան էլ նման չէին իմ գյուղին, բայց երբ որ ինքս մասնակցել եմ տարբեր ծրագրերի, երկարաժամկետ ծրագրերի ու հնարավորություն ունեցել լինել Լոռու մարզում, Տավուշի մարզում, Վայոց ձորի մարզում, այդտեղ ես որ գնացել ենք, փորձել եմ գտնել այդ ոչ թե նմանությունները, այլ ինչը որ ինձ ուժ կտա, որ հասկանամ, որ ես այդ վայրում եմ, հիմնականում
Դրանք լեռներն էին, բնությունն էին, մարդիկ էին ու ընդհանուր տարածքներ։ Նանան արդեն գիտի ինչ է կորցրել, բայց նույնքան հստակ գիտի նաև ինչ չի պատրաստվում կորցնել՝ հույսը։ Մեր հոգեբանության մեջ կա այդ պարտությունը, երբ որ մենք ուզում ենք վերլուծել, հասկանում ենք, որ այդ պարտությունը կարող է դարձնել մեր ուժը, փոխել հակառակ կողմով ու անել ամեն ինչ փոփոխություն իրականացնելու ու պարտությունը հաղթանակի վերածելու համար։ Նրա օրերը հիմա լցված են սովորելով, ինքն իրեն գտնելու փորձերով, փոքր հաղթանակներով։ Ասում է, ուզում է օգտակար լինել հայրենիքին, ուզում է անել մի բան, որը կօգնի, որ պարտությունը վերջնական չդառնա, որ այն մի օր դառնա հաղթանակ։ Կարոտար հայրենիք միշտ կա իմ սրտում, այդ կարոտը միշտ դեպի հայրենիք կա ու ես իմ ամենօրյա գործով կարողանում եմ ապացուցել, որ ես սիրում եմ հայրենիքը, կարոտում եմ ու անում եմ ամեն ինչ, որ կարողանամ իր տվածը, քանի որ ես իմ հայրենիքում եմ մեծացել, իմ հայրենիքն է ինձ մեծացրել, իր տվածին կարողանամ հետ պատասխան տալ ու իմ գիտելիքներով իմ կրթվելով այն ավելի լավը դարձնել ու այդ պարտությունը, որը կա, փոխարինել ու դարձնել հաղթանակ։ Նանայի նման բոլորը չեն, որ կարողացել են ձեռնոց նետել պարտությանը։ Տեղահանված ընկերների հետ հաճախ են խոսում գյուղից, բարբարով են խոսում, որ չմոռանան Արցախից ոչինչ։ Մի ընկեր ունի, որ պարտությունն ու կորուստը չի հաղթահարում։ Նանան ասում է, ընկերն ինքնամփոփ է դարձել։ Պատերազմ ու տեղահանություն ապրած երեխաների մի մասն արդեն պատանիներ են, ոմանք նաև ծնողներ են կորցրել։ Այդ իրողություններից անցել են տարիներ։ Դուք կարող հանդիպեք անչափված երեխաների, նաև մեծահասակների, որոնք նազուկտողական վերաբերմունք, այսինքն իրենք դրանով պաշտպանվում են, ասում են լավ, ոչ մի բան չենք անում, մենք այսպես ասած զուգտում ենք խնդիրը, հերքում ենք եւ դա իրենց ազատում է այդ րոպեին տառապանքի։ Մարդկանց հոգին է հիվանդացել, ասում է հոգեբանը։ Հայ հասարակության հոգին է հիվանդ ու այդ հիվանդությունն ունի 3 դրսևորում։ Կան մարդիկ, որոնք հրաժարվում են բախվել ստեղծված իրավիճակի հետ։ Մյուսներին տանջում է անարդարության զգացումն ու քայքայում ներսից։ Ու կա երրորդ տեսակը, որ չի հանդուրժում անարդարությունն ու հստակ քայլեր է անում։ Մարդու առօրյան, ապրելակերպ, կտրուկ փոխող ցանկացած իրավիճակ, բերում է ստրեսի, եւ շատ դեպքերում ստրեսը նաև օրգանիզմը մտնում։ Հետևաբար մենք դիտարկում ենք կոմպլեքս ձևով, մարդու խնդիրը նայում ենք կոմպլեքս ձևով։ Ով ու ինչ պիտի անի հասարակության հոգին բուժելու համար։ Հոգեբանն ասում է, չի կարելի խլել հիվանդի հույսը, անկախ հիվանդության լրջությունից։ Չի կարելի արգելել հայրենիք, տուն, հիշողություններ կորցրած մարդկանց երազել դրանք վերագտնելու մասին։ Ունի կամք, թող շարունակի կամք ունենա, պայքարի ոչ ունի, թող հավատ ունի, որ ինքը վերադառնալու։ Դու իրավունք չունես մարդուն, ասես մի հավատա սրան։ Որովհետև հրաշքներ միշտ են իրեն կյանքում, ու դու չես կարող վերցնես մարդուց իր այն միտքը, որը իրեն այսօր ուժ է տալիս, թեկուզ այսօր, որ ինքը մի բան է անում, մի մոտիվացիա ունի, թեկուզ երեխա դպրոց է գնում կամ մի բան է որոշել անի, ուրեմն ինքը հույս ունի, որ դրանով կարողանալու մի քայլ առաջ մոտենա իր նպատակին։ Առողջ հասարակությունն է առողջ պետության հիմքը, պնդում է մասնագետը։ Պատերազմից հետո պետությունը վերականգնելու մասին խոսք չի կարող լինել, քանի դեռ այդ պետությունում ապրող 100 հազարավոր մարդիկ դժբախտ են։ Սդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են վտանգավոր գոտիներում։ Էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանի խոսքով Հայաստանը տարեկան շուրջ 2.3 միլիարդ խորանարդ մետր բնական գազ է ստանում Վրաստանի տարածքով Հյուսիսային Կովկաս, Անդրկովկաս երթուղով, որը միանում է Կարմիր կամուրջ, Սևքար-Բերդ գազատարի։ Սահմանազատման գործընթացն այս պատկերը ոչ թե պարզեցրել է, այլ սրել։ Գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում, իսկ առանձին հատվածներ փաստացի անցել են թշնամու ուղիղ հասանելիության տիրույթ, գրել է Դավթյանը։ Խոսքը մեր էներգետիկ համակարգի ողնաշարի մասին է։ Այժմ առաջարկվում է կառուցել շուրջ 5548 մետր երկարությամբ նոր հատված վտանգավոր գոտին շրջանցելու համար։ Վրաստանը կառուցում է իր հատվածը, Հայաստանն իր։ Ուշագրավ է նաև, որ նախաձեռնությունը գալիս է Երևանից։ Ստացվում է, պետությունը ոչ թե վերացնում է սպառնալիքի աղբյուրը, այլ ադապտացվում է դրան։ Սա արդեն քաղաքական ընտրություն է, ռիսկի կառավարում, ժամանակավոր, այլ ոչ թե դրա չեզոքացում։
Երկու լիբանանցի լրագրող է զոհվել Լիբանանի տարածքում Իսրայելի հարվածի պատճառով, հաղորդում է Ալ-Մայադինը։ Ալի Շուայիբը Ալ-Մանար հեռուստաընկերության թղթակից էր, իսկ Ֆաթիմա Ֆատունին Ալ-Մայադինի։ Հարվածի պահին նրանք մեքենայով գնում էին նկարահանման։ Ալ-Ջազիրան հաղորդում է երրորդ զոհի մասին, ենթադրաբար վարորդի։ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունին դատապարտել է լիբանանցի թղթակիցների սպանությունը։ Սա կոպիտ հանցագործություն է, որը խախտում է լրագրողներին պաշտպանող բոլոր նորմերն ու համաձայնագրերը, ասված է հայտարարության մեջ։ Դուբայի մի քանի հյուրանոցներ Մերձավոր Արևելքում հակամարտության պատճառով կրճատում են աշխատակիցներին եւ ուղարկում նրանց չվճարվող արձակուրդի։ Հիմա նրանք փորձում են առաջարկել նվազագույն արձակուրդ, կրճատված աշխատանքային ժամեր կամ աշխատավարձի 30-ից 50%-ը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանն էլ հայտարարել է, որ Թեհրանը խիստ հակահարված կհասցնի իրանական ենթակառուցվածքները կամ տնտեսական կենտրոնները թիրախ դարձնողներին։ Մասուդ Փեզեշքյանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել թույլ չտալ, որպեսզի իրենց տարածքներից հարձակումներ գործեն Իրանի ուղղությամբ։ Իրանական Ֆարս գործակալությունն էլ գրել է, որ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հարվածել են Իրանի միջուկային երկու օբյեկտի։ Դրանցից մեկն օրինակ Խոնդաբի շրջանի ծանր ջրի համալիրն է։ Այն թիրախ է դարձել երկու փուլով։ Հարձակումների հետևանքով բարեբախտաբար զոհեր չկան ու նախապես ձեռնարկված անվտանգության միջոցների շնորհիվ բնակչությանը որևէ վտանգ չի սպառնում, գրել է գործակալությունը։ Սա առաջին դեպքը չէ, երբ Վաշինգտոնն ու Թել Ավիվը հարվածում են Իրանի միջուկային օբյեկտներին, որոնց ժամանակ առաջ էլ մի քանի անգամ թիրախ են դարձրել Նաթանզի միջուկային համալիրը։ Այս ժամի համար նախատեսել ենք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայքերը www.abcmedia.am։ Շնորհակալություն ուշադրության համար, մենք կհանդիպենք երկուշաբթի առավոտյան ժամին 9-ին, մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, հաջողություն։